90-ականների հայտնի և պահանջված երգչուհիներից մեկը Արփինե Բեկջանյանը բավականին ժամանակ է տեղափոխվել է ԱՄՆ։ Արեգ TV-ի եթերում տրված հարցազրույցում Արփինեն պատմել է, որ որոշ ազդեցիկ մարդկանց միջամտությամբ արձագանք ստուդիայի երգիչները ետ մղվեցին հայկական բեմերից, պատճառաբանելով, թե երգերը պրիմիտիվ են, համերգները կոմերցիոն և երգիչները լևոնական են։ Արդյունքում Արփինեն և իր գոլեգաները ստիպված եղան երգել ակումբներում։ 2011 թվականին Արփինեն շահում է գրին քարտ և դստեր հետ տեղափոխվում է ԱՄՆ, Հայաստանում թողնելով որդուն և ամուսնուն։ ԱՄՆ-ում կյանքի դժվարությունները ստիպում են Արփինեին մոռանալ երգելու մասին և աշխատել վաղ առավոտից մինչև ուշ գիշեր տարբեր բնագավառներում, ռեստորաններում որպես մատուցող, խանութում որպես վաճառողուհի, բայց երգարվեստից շատ հեռու, քանի որ չուներ շրջապատ և օգնողներ։ Արփինեն խոստովանեց, որ թեպետ այսօր ամուսինն ու որդին արդեն իր կողքին են, միևնույն է, հոգսը դեռ չի թեթևացել։ Այսօր էլ դեռ Արփինեն քնում և արթնանում է առօրյա կենցաղային դժվարությունները հաղթահարելու մտածմունքով, բայց շարունակում է պայքարել և վստահ լինել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արփինեն խոստովանեց, որ քովիդից հետո չի երգել և չի կարծում, թե մի օր նորից կվերադառնա երգարվեստ։